Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին եւ հանդիպել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցերը, անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Ազգային ժողովի նախագահ Լեն Սիմոնյանն իր միկրոբլոգում գրել է այսօր Աստանայում Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ պարոն Սաուլեն Աշիմբաևի կողմից ստացա ղազախական ազգային հագուստ շապան։ Հագուստի այս ավանդական կտորը մատուցվում է որպես գնահատանք հարգված եւ ազնիվ մարդուն, նշել է նա։ Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել, նա այս մասին տեղեկացրել է Facebook-յան գրառմամբ։ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը եւ Սողոմոնի կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆուլա Քաբուի վեհատարան ստորագրել են համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության եւ Սողոմոնի կղզիների միջև դիմանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնել է Անկարա բանակցություններ վարելու Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ եւ քննարկելու պատերազմին վերջ տալու հնարավոր քայլերը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարությունում CNN-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների պաշտոնական հանդիպում դեռևս նախատեսված չէ։ Հայաստանի միջև 17 տարեկաների հավաքական UEFA-ի Եվրոպայի միջև 17 տարեկաների առաջնության երկրորդ ռաունդի մինի մրցաշարի երրորդ խաղում այսօր մրցել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի իր հարձակակիցների հետ եւ 0-3 հաշվով պարտություն կրել։ Անցկացրած խաղերից հետո Հայաստանի միջև 17 տարեկաների հավաքականը ոչ մի միավոր չի վաստակել եւ երրորդն է իր քառյակում։